Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում օր լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է։ Բարի երեկո։ Կարևոր թեմաները նախ համարով։ Հակառակորդը կրկին սրում է իրավիճակն առաջնագծում, պաշտպանության բանակը զոհ եւ վիրավոր ունի։ Պաշտպանության բանակը կատարել է պատրաստության պլանով նախադեсված բոլոր միջոցառումները եւ ապահովել Արցախի հանրապետության անվտանգությունը, ռազմական խորհրդի նիստ։ Բակո Սահակյանն ընդունել է ԼՂ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմին եւ շնորհավորել կառույցի 23-ամյակի կապակցությամբ։ Մեր նպատակն է արտաքին քաղաքական դաշտում ունեցած բոլոր խնդիրներում լինել նախահարցակ, լինել կառուցողական եւ առաջ տանել մեր հանրապետության շահերը։ Զինված խմբավորման հետ պայմանավորվածությունները արդյունք են տվել։ Խորենացի փողոցում գտնվող բարեկապահական ծառայության գնդում այլևս պատանդներ չկան։ Արևային էներգիայի ոչ միայն ջրատաքացման, այլ նաև ֆոտովոլտաիկ համակարգ։ Ֆոտովոլտաիկ համակարգերը էլեկտրոէներգիա ստանալու նպատակով նույնպես սովորելու են մեր աշկերտները եւ հետագայում իրենք կարողանալու են ոչ միայն տեղադրել, սպասարկել, այլև մոդիֆիկացնել նմանատիպ համակարգերը։ Էներգախնայողության փորձ Եզնիկ Մոսյան ուսումնարանից։ Այսօր ժամը 10:55-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել պաշտպանության բանակի զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը։ Դեպքի մանրամասները բարձելու համար կատարվում է քննություն։ ԼՂ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին եւ հարազատներին։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արսեն Առաքելյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Մեր երկրի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն այսօր 0:10-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 1991 թվականին ծնված Մեհեր Վանիկի Զիլոյանը։ Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։ Դեպքի մանրամասները բարձելու համար կատարվում է քննություն։ Երեկ եւ այսօր լույս գիշերը ընդհանուր առմամբ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 18 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 43 անգամ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։ Այսօր մշակույթի եւ երիտասարդության պալատում ԼՂ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի ունեցել ռազմական խորհրդի նիստ նվիրված 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը եւ հաջորդ ուսումնաշրջանի հիմնական անելիքների նախանշմանը։ Ռազմական խորհրդի ընթացքում այլ հարցերից բացի համապարփակ վերլուծականներ ներկայացվեցին ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ պաշտպանության բանակի հրետանու վիճակի, զորատեսակի ներգրավմամբ իրականացված հիմնական գործընթացների, հակաօդային պաշտպանության կազմակերպման, ինժեներական ապահովման եւ հարակից այլ հարցերի վերաբերյալ։ Խոսվեց ինչպես նշված ուղղություններում արձանագրված դրական զարգացումների, այնպես էլ տեղ գտած բացթողումների եւ թերացումների մասին, վերհանվեցին պատճառները, առաջարկվեցին հետագայում դրանցից խուսափելու ծառայության այս կամ այն բնագավառի հետագա բարելավման ուղիղներ։ Ռազմական խորհրդի ընթացքում ներկայացվեցին նաեւ հուլիսի 18-ից 21-ը պաշտպանության բանակի միավորումների, զորամասերի եւ ստորաբաժանումների ղեկավարման մարմինների հետ զորքերի ներգրավման բարձրաստիճան շտաբային եւ գումարտակային մարտավարական զորավարժությունների վերլուծականները։ Վերջում ռազմական խորհրդի եւ կիսամյակի արդյունքները ամփոփող խոսք ասաց պաշտպանության բանակի հրամանատարը։ Լևոն Մնացականյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում չնայած խոչընդոտող բազմաթիվ գործողությունների արկայությանը, այդ թվում նաեւ ապրիլ ամսում հակառակորդի սանձազերծած նախահարձակորձողություններին պաշտպանության բանակը կատարել է պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները եւ ապահովել Արցախի հանրապետության անվտանգությունը։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԼՂ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմին եւ շնորհավորել կառույցի 23-ամյակի կապակցությամբ։
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ նախագահ Սահակյանը կարևորել է նախարարության բարդ ու պատասխանատու աշխատանքը, մաղթելով բոլորին հետագա հաջողություններ։ Արտաքին գործերի նախարարությունը ստեղծվել է պատերազմի տարիներին։ Նույն օրը, երբ ստորագրվեց արտաքին գործերի նախարարության հիմնադրման մասին հրահանգը, Արցախի պաշտպանության բանակը ազատագրեց Աղդամը, Ակնան։ Եվ առաջին իսկ օրվանից իր գոյության արտաքին գործերի նախարարությունը լծվել է աշխատանքի, մեր առջև դրված էր այն ժամանակ կարևորագույն մի խնդիր, հակամարտությունը մարտական, ռազմական դաշտից փոխադրել քաղաքական, բանակցային դաշտ, ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նրա ժողովրդի անվտանգությունը եւ բարեկեցությունը ոչ թե մարտական, այլ դիվանագիտական ճանապարհով նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ընդհանուր առմամբ ես կարող եմ միանշանակ ասել, որ արտաքին գործերի նախարարությունը ընդհանուր առմամբ կարողացավ կատարել իր առջև դրված առաջադրանքները։ Իհարկե եղել է նաեւ բացթողումներ, իհարկե եղել է նաեւ միգուցե սխալներ, բայց արտաքին գործերի նախարարությունը միշտ եղել է, կա եւ կլինի իր պարտականությունների նվիրված, իր պարտականությունները կատարող մի կառույց, որի նպատակն է ոչ միայն նպաստել մեր առջև դրված հիմնական երկու խնդիրներին, դա է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը եւ Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, այլ նաեւ մեր նպատակն է արտաքին քաղաքական դաշտում ունեցած բոլոր խնդիրներում լինել նախահարձակ, լինել կառուցողական եւ առաջ տանել մեր հանրապետության շահերը։ 22 տարի առաջ այսօրը հուլիսի 23-ին ազատագրվեց Աղդամ քաղաքը, Ակնան։ Աղդամի ազատագրումը Շուշիի ազատագրումից հետո արդարացիորեն համարվում է Արցախյան ազատամարտի կարևորագույն օպերացիաներից մեկը, եթե ոչ կարևորագույնը։ Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի ու Ասկերանի վրա գրադի հարվածները շարունակվում էին հենց Աղդամից։ Բացի այդ, քաղաքը հզոր ռազմական կենտրոն էր, որում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք էր պահվում։ Սրանով եւս մեկ անգամ ընդգծվում է օպերացիայի կարևորությունը։ Քաղաքի ազատագրմանը մասնակցում էին պաշտպանական բոլոր շրջանները։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի կառավարության առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոմա Հարությունյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում, հայտնել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Խորենացի փողոցում գտնվող բարեկապահակային ծառայության գնդում այլևս պատանդներ չկան։ Այսօր առավոտյան զինված խումբը համաձայնել է ազատ արձակել փոխոստիկաներին, այսպես կոչված ցեզո գոտու մամուլի կետ ստեղծելուց հետո։ Ավելի վաղ բաց էին թողնել նաև մյուս երկու ոստիկանները։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է բարեկապահակային ծառայության գնդի տարածքից Հայաստանի Հանրապետության փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի եւ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ազատ արձակման մասին տեղեկությունը։ Այս մասին տեղեկացնում է ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։ Ավելի վաղ ազատ էին արձակվել նաև որպես պատանդ բարեկապահակային ծառայության գնդում գտնվող երկու երիտասարդ ոստիկանները։ Ներկայումս բարեկապահակային ծառայության տարածքում պատանդներ չկան եւ իրականացում են մամուլի կենտրոնի ձևավորման աշխատանքներ։ Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը տեղեկացնում է, որ այսօր ժամը 5:30-ից մինչև 20-ը Լարսի ավտոճանապարհը բաց կլինի, իսկ երեկոյան ժամերին անվտանգության նկատառումներից ելնելով կրկին կփակվի։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ու կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ռադիոլուրի հետ զրույցում տեղեկացրեց, որ ժամային գրաֆիկը դեռ որոշ ժամանակ կպահպանվի, մինչև ավարտվեն վերականգնողական աշխատանքները։ Այժմ հայկական կողմը այլընտրանքային ճանապարհների հարցով բանակցություններ է վարում։ Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 16 մարդ, հաղորդում է ոստիկանությունը։ Զոհվածների թվում դեռահասներ են, տուժել են նաև երեխաներ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքային ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն, գրում է 10 հղում անելով Reuters գործակալությանը։ ՆՏՎ գործակալության տվյալներով Մյունխենի հրաձգության հեղինակը իրանցի 18-ամյա երիտասարդ է,
ով ունի գերմանական եւ իրանական քաղաքացիություն։ Նշվում է, որ նա Մյունխենում է բնակվել արդեն մի քանի տարի։ Ոստիկանության ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենց տվյալներով հարձակվողը միայնակ է գործել, նախկինում գործ չի ունեցել իրավապահների հետ։ Նրա դին գտնվել է հրաձիգների որոնման հատուկ գործողության ընթացքում։ Սկզբում տեղեկություններ կային, թե հարձակվողները 3-ն են։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել։ Երիտասարդի կատարած հարձակման շարժառիթները հայտնի չեն։ Մյունխենում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։ Սոցցանցերի օգտատերերը Pray for Munich հեշթեգով հարգում են Մյունխենի զոհերի հիշատակը։ Էներգախնայողության փորձ է անում Եզնիկ Մոզյան ուսումնարանը, արևային էներգիայի ոչ միայն ջրատաքացման, այլ նաև ֆոտովոլտաիկ համակարգ է օգտագործելու արհեստագործականը։ Վերջին առաջին անգամ է կիրառվում Արցախում։ Սեփական արտադրության հոսանքի ավելցուկն ուսումնարանը ցերեկային ժամերին կարող է նաև վաճառքի հանել, այդպես նաև վճարելով գիշերային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց։ Մանրամասներին տեղյակ է Նարեկ Սահակյանը։ Վարպետ Գրիգոր Դիղդաղյանն առավոտից աշխատում է տանիքում, աշակերտների հետ շփվում է ֆրանսերենով, բայց նրանցից յուրաքանչյուրը հասկանում է, այսպես իրենց նպաստն են բերում Շուշիին։ Ֆրանսիայի Լիոն քաղաքի արհեստագործական ուսումնարանի ավարտական դասարանի աշակերտներն արդեն 4-րդ տարին փորձուսուցում անցնում են Հայաստանում։ Երկու տեսակով արևի լույսը պիտի կարողանանք փոխադրել կամ դակաչուր ունենալ, կամ էլեկտրականություն ունենալ։ Այս երկու համակարգը այս տարի պիտի փոխադրենք այս դպրոցը, պիտի դեղադրենք Եզնիկ Մոզյանի դպրոցը, որ աբակային ուզում ենք դասավանդել էլեկտրոտեխնիկայի մասին եւ էներգիայի մասին։ Եվ այս երեխեքները, որ պիտի սովորին, պիտի կարողանան մի կողմեն աստուծո սովորի եւ մի կողմանը աշխատիլ։ Հակոբ Հաչեմյանը հենց Լիոնի արհեստագործական ուսումնարանում է դասավանդում։ Մասնագիտությամբ ինժեները հիմա զբաղվում է մանկավարժությամբ։ Նախորդ տարիներին Սևան եւ Վարդենիս քաղաքներում են աշխատանքներ տարել։ Այս անգամ ընտրել են Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը, տեղադրում են ջրատաքացման ու ֆոտովոլտաիկ համակարգեր։ Մեր դպրոցում տեղակայեն 12 հատ ֆոտովոլտաիկ պանելներ ընդհանուր 3 կիլովատ հզորությամբ, որը եւ էներգիա կարտադրի, էլեկտրաէներգիա կարտադրի ուսումնարանի համար, այլև հնարավորություն կընձեռի, որ ընդհանրապես մենք արտադրված էներգիայի չօգտագործող մասը ուղարկենք էլեկտրոցանց, որը որ նույն օրինակն է, ինչ որ հիմա արդեն գործում է Հայաստանում, պետք է ուղղակի կարգավորել իրավական դաշտը համագործակցությունը ապահովելու համար։ Ջրատաքացման համակարգն ուսումնարանին նվիրել է Արփի Սոլար ընկերությունը, ֆոտովոլտաիկ համակարգն էլ Ֆրանսիայի համայնքն է տրամադրել արհեստագործականին։ Էներգախնայողության հետ ծրագիրը եւս մեկ կարևոր նպատակ է հետապնդում։ Համակարգերն ուսումնասիրելու են Եզնիկ Մոզյան ուսումնարանում, ցանկացողների համար նրանք պատրաստ են տեղադրել։ Պայմանավորվածություն կա, որ աշխատանքներին անպայմանորեն պետք է մասնակցեն նաև Մոզյան ուսումնարանի աշակերտները, որ հետագայում արդեն տեղի վրա մենք ունենանք համապատասխան կադրերը եւ ազգաբնակչությանը հիմնարկ ձեռնարկություններին կարողանան օգտակար լինեն եւ այս չտեսնված հնարավորությունը օգտագործվի։ Ուղղակի արևային էներգիան միանգամից մենք կարողանում ենք օգտագործել տաք ջուր ստանալու համար, նույնիսկ ջեռուցման նպատակով, քանի որ Արփի Սոլար ընկերությունը առաջարկում է բացի տաքաջուրից, նաև ջեռուցման համակարգին միացվող համակարգերը արևային։ Եվ ինչու՞ չէ, ֆոտովոլտաիկ համակարգերը էլեկտրաէներգիա ստանալու նպատակով նույնպես սովորելու են մեր աշակերտները եւ հետագայում իրենք կարողանալու են ոչ միայն տեղադրել, սպասարկել, այլև մոդիֆիկացնել նմանատիպ համակարգերը։ Որ ուսումնարանը էներգախնայող համակարգեր կարող է տեղադրել, նաև Սմբատ Ավետյանն է համոզված։ Ղեկավարում է Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի էլեկտրամեխանիկայի լաբորատորիան։ Ֆրանսիայում վերապատրաստվելուց հետո վարպետ ուսուցիչը հիմա աշխատում է։ Ասում է, բաժնում կարող են սովորել հիմնականում տեխնիկական գիտելիքներով երեխաները։ Ընդհանուր կուրսը նախատեսում ենք 3 տարի ժամկետով։ Առաջի տարում հիմնական շերտը կլինի էլեկտրատեխնիկայի, հիմունքների անվտանգության տեխնիկայի եւ տան մոնտաժի ուղղությամբ, երկրորդ տարում ավելի շատ էներգետիկ մասին կանրադառնանք, էներգախնայողություն, արեգակնային պանելներ, տաքաջուր, անգամ ընդհանուր ալտերնատիվ էներգիայով կզբաղվեն աշակերտները։ Եվ երրորդ տարում արդեն մասնագիտական, կոնկրետ ռոբոտիկայի, ռոբոտաշինության,
ինստալյացիա եւ ղեկավարման խնդիրները կլուծեն։ Տեխնիկական գիտելիքներով եւ ընդհանրապես արհեստ սովորել ցանկացողների համար ուսումնարանը բաց է եւ կատարվում է ընդունելություն։ Դրանից առաջ Լիոնից ժամանած երիտասարդներն ապրում եւ աշխատում են Շուշիում։ Խմբի մշակութային բաժնի պատասխանատուն նշում է, գործնական գիտելիքներից բացի նրանք ճանաչում են Հայաստանը եւ ոչ բոլորն են հայ։ Պետք է շփվին հայկական կուլտուրային, ասենք, արժենքներով։ Այնպես որ կգազմագերբենք որոշ այցելումներ, օրինակ համար անոնց դարինք Էջմիածին անշուշտ, Գառնի, Գեղարդ, ուր որ շատ տուրիստներ գերտա, բայց նաև գստեղծենք շփումներ այստեղի ժողովրդի հետ, այստեղի երաժշտության հետ։ Օրինակ համար մասնակցեցան լսեցի մի հատ քերեցիկ համերգ, դուդուկ, դեպ։ Այս երեգուն պիտի հանդիպում ունենան այստեղի երիտասարդների հետ, բնիասին պիտի զվարճանան։ Եվ մենք հյուրանոց չենք օգտագործել, միշտ գնում ենք դաներուն մեջ։ Արևային էներգիայով ոչ միայն ջրատաքացման, այլ նաև ֆոտովոլտաիկ համակարգ է շուտով օգտագործելու արհեստագործականը։ Իդեպ ծրագիրը գործում է նաև առանձին անհատների համար։ Ֆրանսիայի համայնքը գումարը տրամադրում է անտոկոս եւ հորդորում խնայել միջոցները դրանք օգտագործելով նպատակին։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։ Շիրակի մարզի երերույթ քննագիտական հուշարձանը եւ հարևանությամբ գտնվող Անիպեմզա գյուղը ներառվել են Եվրոպայի 7 առավել վտանգված հուշարձանների ցանկում։ Որոշումը կայացվել է դեռ այս տարի մարտի 16-ին Վենետիկում կայացած Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության ժամանակ։ Այդ նպատակով էլ Հայաստանում են գտնվում Եվրոպա Նոստրա կազմակերպության եւ եվրոպական ներդրումների բանկ ինստիտուտի մի խումբ փորձագետներ։ Նրանք ազդարարել են հնավայրի եւ գյուղի վերականգնման ծրագրի մեկնարկը։ Երերույթ Եռանավ Բազիլիկ տաճարը, որը կառուցվել է 6-րդ դարում, Հայաստանի հնագույն քրիստոնեական հուշարձաններից է։ Այն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, բարի եւ խաղաղ գիշեր։ SBS Կենցաղային քիմիայի եւ պարֆումերիայի մեծածախ առևտրի խոշոր կենտրոն նախկին RTS-ի տարածքում հանրահայտ ապրանքանիշերով հարստացված տեսականի մեծածախ վաճառք հայաստանյան ներկայացուցիչների գներով անվճար առաքում ԼՂՀ տարածքում աննախադեպ առաջարկ խանութներին եւ առևտրի կետերին ուշադրություն տեղում ապրանքների ընտրության եւ գործարքի ձևակերպման դեպքում պատվիրատուին սպասում է հաճելի անակնկալ SBS ձեր օջախի լավագույն ընկեր։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամացություն, երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, վարկյանում 2-ից 7, ամպրոպի ժամանակ հնարավոր է 15-ից 20 մետր ուժգնությամբ հարավարևմտյան քամի, օդի ջերմաստիճանը գիշերը 16-ից 20, ցերեկը 25-ից 29 աստիճան տաքություն։